շնորհավորում եմ բոլորիս ոստիկանության օրվա առիթով եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել բոլորի ձեր ծառայության համար։ Ընդհանրապես ոստիկանությունը մեր երկրում կայացման եւ զարգացման տարբեր փուլեր է անցել եւ պետք է ասել, որ ընդհանուր առմամբ եւ ես դա արձանագրել եմ նաեւ դեռ ընդդիմադիր գործունեություն ծավալելու ընթացքում եւ ես ընդունել եմ միշտ էլ, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է եւ այդ ողնաշարը միշտ պետք է ամուր լինի եւ դա բոլոր քաղաքացիների շահերից է բխում։ Մենք ընդհանրապես ոստիկանության գործունեությունը հիշելիս, ոստիկանության գործունեությունը գնահատելիս պետք է հիշենք այն ժամանակները, երբ Հայաստանը նոր անկախացել էր, խորհրդային ոստիկանությունը ըստ էության արդեն անհասկանալի վիճակում էր, պարզ չէր, չկար, քայքայված էր, քայքայված չէր, եւ մենք պետք է հիշենք այդ ժամանակներում ինչ էր տեղի ունենում Հայաստանում։ Այսինքն բացարձակ ըստ էության ամենաթողության մի վիճակ, միջև այն պահը, երբ որ շատ մեծ քաղաքական ուշադրություն դարձվեց ոստիկանության համակարգի կայացմանը եւ դա մի շատ կարեւոր շրջադարձային կետ էր մեր երկրում ընդհանրապես իրավակարգի եւ կարգուկանոնի պահպանման եւ ամրապնդման համար եւ իհարկե ոստիկանությունը ամեն փուլում զարգացման մի աստիճանի հասել է, բայց ամեն ժամանակ ունի իր առանձնահատկությունները եւ իր պահանջները։ Գիտեք, այն ինչ որ մենք լավ ենք անում այսօր արդեն բավարար չափով բավարար չի կարող դիտվել վաղը չէ մյուս օրը, հələ վաղը կարող է դեռ այսօրվա բանի տպավորության ներքո լինենք, որովհետև փոխվում են ժամանակները եւ փոխվում են մարտահրավերները։ Գիտեք, հիմա շատ է խոսվում, ընդհանրապես պարզ է, որ ինֆորմացիոն դարում մարդիկ շատ լուրեր մեծ անհանգստություններ են առաջացնում, նաեւ հանցագործությունների հետ կապված հիմա մարզերում էլ որ հանդիպումներ ենք ունենում, մարդիկ այդ մասին շատ խոսում են, բայց ինձ համար որպես նախկինում լրագրությամբ զբաղված, այսինքն ինֆորմացիոն հոսքերի մեջ գտնված մարդու, պարզ է, որ խնդիրը հետեւյալի մեջ է։ Այսօր ցանկացած բան որ տեղի է ունենում, մարդու առաջին ռեակցիան այն չի վերցնեն ոստիկանություն կամ շտապ օգնություն զանգեմ, ասում են մի հատ նկարենք գցենք կամ Instagram կամ Facebook, հետո նոր մնացած գործողությունները կանենք։ Այսօր նաև շատ է ինֆորմացիան ամեն անկանոնության մասին, մեկը մեքենան սենց չքշեց, մեկը մեքենան նենց քշեց եւ այլն եւ այդպես շարունակ, եւ դա ստեղծում է երբեմն տպավորություններ, որոնք ընդհանուր պատկերը չեն արտահայտում։ Այսինքն ընդհանուր պատկերը նախարարը նշեց վիճակագրության մեջ է արտահայտվում եւ նաեւ շատ կարեւոր է միջազգային գնահատականների, որովհետեւ եկեք չմոռանանք, որ մեզանում եղել են ես չեմ կարող ցավոք բացառել, որ միջև հիմա չկան հանցագործության կամ ինչ-որ դեպքեր չգրանցելու, ինչ-որ դեպքեր մի կողմ գցելու եւ այլն եւ այդպես շարունակ, այս ավանդույթներից մենք իհարկե պետք է հետեւական ավանդույթներից չէ, վատ սովորություններից պետք է հետեւականորեն ազատվենք, բայց ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ այս միջավայրում ենք մենք գործում, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ասենք, հա դե տենց է հիմա ինտերնետի դարա, տենց էլ պետք է լինի։ Ինտերնետի դարի ոստիկանությունը պետք է լինի ինտերնետի դարի ոստիկանություն, որովհետև ինտերնետի դարի ոստիկանությունը չի կարող լինել ինտերնետի բացակայության դարի ոստիկանություն, եւ այդտեղ համենայն դեպս կարա առաջանա, եթե այդպես չլինի, այդ խզվածքում կարա առաջանա մի իրավիճակ, որ ուղղակի ծանր եւ նվիրված աշխատանքը կարա վարքյանների ընթացքում կամ ժամանակի ընթացքում արժեզրկվի եւ ֆրուստրացիայի զգացողություն առաջացնի թե ոստիկանության ծառայողների, թե հանրության շրջանում։ Դրա համար շատ կարեւոր է, որ մենք ունենանք ժամանակի հետ դինամիկ, փոփոխվող եւ դինամիկ զարգացող ոստիկանություն եւ ըստ էության մեր բարեփոխումներով մենք հենց այդ ճանապարհով ենք գնում, բայց նաեւ երբ որ մենք ոստիկանության ոլորտի բարեփոխումները սկսել էինք, այն ժամանակ դա ֆանտաստիկայի ոլորտից էր թվում, երբ որ մենք մտածում էինք, որ բարեկային ոստիկանություն լինի ամբողջությամբ վերազինված նոր տեխնիկայով, սարքավորումներով, մեքենաներով եւ այլն եւ այդպես շարունակ 4 ուղղությունները մենք կարողանանք ստեղծել եւ զարգացնել, այն ժամանակ դա շատ հեռու եւ անհավանական էր նույնիսկ թվում, բայց հիմա երբ որ դա կայացել է,
մենք պետք է մտածենք հետագա զարգացումների մասին, որովհետև դեռ այն փուլում մենք մեզ հարց էինք տալիս, իսկ երբ է լինելու, որ մենք ասենք, որ մենք ահա ավարտեցինք ոստիկանության բարեփոխումները, չի լինելու այդպիսի բան, որովհետև ոստիկան եւ ընդհանրապես որևէ բարեփոխում ընդհանրապես չի ավարտվում, հատկապես ինտերնետի դարում, հատկապես այս դարում, երբ որ տեմպերը կյանքի փոփոխությունների, ընկալումների անհամաչափորեն արագացել են եւ շարունակում են արագանալ։ Եթե նախկինում մենք դեռ կարող ենք ասել լավ, ինչ որ բան թող մնա տոներից հետո, ինչ որ բան մնա, չգիտեմ, ավելի ուշ, հիմա չկա այդպիսի բան։ Բայց որպեսզի նաև մենք heavy have չլինենք եւ ցայտնոտի մեջ չհայտնվենք, բարեփոխումը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքի մի մասը։